Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, ձեզ հետ է Մարին, եթերում է M բլոգը։ Այսօր մենք միասին կզբոսնենք Երևանի փողոցներով, դե ինչ, գնացինք։ Այժմ կտեսնեք քաղաքը իմ աչքերով։ Տեսեք դուրսը ինչ լավ եղանակ է։ Ես մեծ ինտուզմայզմով կշրջեմ մեր սիրելի քաղաքով։ Սա Մարտիրոս Սարյանի արձանն է, ինքը շատ հայտնի նկարիչ է։ Մի հատ բան հարցնեմ էլի, Սարյանը որ նկարում է, հետո այդ ֆոտոները Instagram գցում, հա? Այժմ ես գտնվում եմ Մայր Հայաստանի արձանի մոտ։ Բարև մամա։ Երեխեք, իսկ ով գիտի, Հայր Հայաստանի արձանը որտեղ է? Սա հրապարակի ժամացույցն է, տեսեք ինչ սիրուն է։ Հիմա ժամը ուղիղ 1:30 է։ Տեսեք հայոց վարչապետը ժամացույցի վրա նապամինայնիա է դրել, որ գնա ընդմիջման։ Այժմ ես գտնվում եմ վիտամին ակումբի դիմաց։ Ափսոս, որ իրանք էլ եթերում չեն։ Գիտեք, չէ՞, ասում են փողի համար են կռվել, դրա համար էլ փակվել է։ Ոյ մամա ջան, գալիքը, երեխա չեք հավատա գալիքը, ոխ կյանքս։ Մի հատ կարանք նկարվենք։ Իհարկե, խնդիր չկա, ակնոցներս անեմ։ Մերսի շատ, գիտեք չէ, վիտամինից ամենաշատը ձեզ էի սիրում։ Շնորհակալություն, անչափ շնորհակալ եմ։ Լավ եղեք։ Մերսի։ Յախք, իսի զզվելի դուխի էր ցանել։ Ես հիմա տաքսով հետ եմ գնում տուն։ Դե ես հիմնականում տաքսով եմ երթևեկում, քանի որ իմ համար կարևորը կոմֆորտն է։ Ահա, հեսա արդեն հասա մեր տան մոտ։ Վարպետ ինչ պետք է տամ։ 1000 դրամ։ Բայց ինչի այդքան շատ։ Դե հիմա այդ կան բռնել։ Որովհետև եսին ոնց եկաք։ Արդեն երկար ասնում ես, 1000 դրամը ստուր գնամ։ Ուղղակի այդքան չկա մոտս։ Ինչի հետաքրքրում տուր փողս։ Լավ, այս 600 վերցրեք, հեսա մնացածն էլ կտամ։ Կանգնի լավ չի, կանգնի ասում եմ։ Աղջի 400 դրամը ստուր։ Մի քիչ կամաս տակն էիր գցում։ Այն աղջիկը նոր որ եկավ մտավ ձեր տուն, ինչ 400 դրամ պետք է տա, քո ինչն է։ Իմ աղջիկն է։ Հետո Ինչը հետո, տուր այդ փողը։ ինձանից ինչ ես ուզում։ Գնայի այդ ուզի։ Բեժվել է կարա, էս ուր եմ ընգե։ Привет, зять. Թողարա, ես գզում ես հորդ։ Տղետ ռեպերա դարել, չիմացար։ Կուզենայի տենցել չիմանայի։ Գիտես չէ, քո մասին ռեպ ունեմ գրած։ Կոչվում է ատեց մալադեց։ Ազատ խնդրում եմ ինձ հանգիստ թող։ Հեսա երգեմ լսի։ Այս երգը կրնոյ մասին է։ Բեղեր, կուրտկա, հոգնած դեմք, 2017 Գնաց, դու շատ կոպիտ ես չոբան ու բռի, խնդրում եմ հաճախ դեմքից դու մի թռի, սաղից պահում ես քո տանը գերի, վերաբերմունքդ, մեր հանդեպ թերի, խնդրում ենք դարձիր դու բարի, փերի, ատեց մալադեց, հոգիս մի քերի։ Հանգստացին այա։ Գիտես չէ, քո անունին նշանել եմ մտածել։ Գելի։ Ու ոնց ես պատրաստում այդ ռեպով փող աշխատել։ Հարսանիքներին կերքեմ փողը կծփա վրես։
Հարսանիքին ով է ռեփ պատվիրում։ Ոչ մեկ, դրա համար շուկան ինձ ձանով եմ անելու։ Հələ լսի։ Առաջին գիշեր շամպանի շշեր, ամոթած կարմրած հարսի թշեր, գիշերը թեժ է լինելու, մի հատ կանգնած եմ, մի հատ նստած եմ, մի հատ բարկած եմ, խոհանոցի սեղանին եմ, լոգարանի մեջախին եմ, Ես արա։ Ես քֆուր ես տալի։ Օբջան, ռեպը քֆուր է սիրում, ռեպը առանց քֆուր ոնց որ դու առանց բեղ, Ասաց Ես էր ուզում։ Դες գնացի։ Էս ուր ես գնում։ Տղեկով մի երկու օրով գնում ենք ձուկ բռնենք, տեղում պատրաստենք ուտենք։ Ինչ եք ընդեղ ուտում։ Բերեք ես սարքեմ տամ կերեք։ Ռուզան այդ ձուկը ջրից հանենք առանց մաքրել ուտենք ավելի համով կլինի, քան դու սարքես։ Այդ երբ հա տենց բան եղել։ Բա չես հիշում մի անգամ բադ էի բերել, հենց քիչ էի ռեպել, որ ուզում էի բուդը պոկի, ձեռս կծեց։ Ինչ ես հեքիաթներ պատմում։ Որ մի անգամ նապաստակ էի բերել, հենց վատ էր սարքել, վրից դիակի հոտ էր գալիս։ Ստիպած տղեկով տարանք տան հետևը թաղեցինք։ Բարև իմ ամենամոտիկ հարևան։ Ես էլի հարթուկ ես անում։ Այո, գիտես ինչ եմ հարթուկում։ Հա, գիտեմ, մի ասա։ Ճիշտ է։ Իրինայի տրուսիկները։ Էս գնում ես ձուկ բռնելու, այ Պեպո։ Հա, Կլինի ես էլ գամ։ Ալիք, մենք գնում ենք ձուկ բռնելու, ոչ թե ձուկ հարթուկելու։ Ալո։ Հա, մամ ջան։ Բա ինչ ես մունատ գալիս։ Մամ, ինչ ես գոռում։ Ծնունդդ եմ մոռացել։ Լրի մտքից թռել էր։ Չէ, մամ ջան, ինչ ես ասում։ Ես էլ հենց նոր ուզում էի քեզ զանգեի, դու զանգեցիր։ Ծնունդը շնորհավոր մամ ջան։ Մամ, չեմ խաբում։ Ես էլ հենց նոր ուզում էի քեզ ասեի, որ գաս ծնունդդ մեր տանը նշենք։ Չէ, Գառնիկը տանը չի։ Երկու օրով ընկերների հետ գնացելա ձուկ բռնելու։ Մամ, ինչ ես տենց ասում, ինչի պետքա խեղդվի ու հետ չգա։ Լավ, դե սպասում եմ։ Ոնց, տատին հիմա գալիս է իր ծնունդը մեր տանը անի։ Հա, իմ հարազատ մերն է, բայ որտեղ նշի։ Մամ, նոր հարազատ մորը ծնունդը չէր հիշում, որ այսօր է։ Իմ մտքից թռել էր։ Պապան, որ իմանա տատիի ծնունդը մեր տանն ես անում, շատ կուրախանա։ Բայց ինչի պետքա իմանա։ Որովհետև ես կզանգեմ ու կասեմ։ Մարի, չանես տենց բան։ Չեմ անի, եթե այն քո զարդերը թողես վերցնեմ։ Լավ, վերցրու։ Մերսի մամ ջան։ Yo, bro. Ես անգամ рэպեր, հա? Yo, այո։ Իսկ բեմական կեղծանուն ունես? Իհարկե, 243 դրամ։ Էդ ինչա? Ես հայկական 50 cent-ն եմ։ Դե մեր կուրսով էլ 50 cent-ը 243 դրամ է։ Հասկացա։ Քովրով рэպ ունեմ գրած ապե։ Yo ապե։ Հələ երգի տենամ։ 2-0-1-4 Այս рэպը իմ աղբոր մասին է, այս երգը իմ հալարի մասին է, լե և օնե գնաց։ Դու քեզ միշտ պահում ես մեծի պես, բայց քո նիարմար մինը թիզուկ ես։ Իմ փոքրիկ եղբայր, քո ներկան հիշի, գիշերները տակը տանում ես դու չշիկ։
Բայց ես գիշերը տակս չեմ անում։ Գիտեմ, հենց այդ հարցով էլ եկել եմ հետդ խոսամ։ Քանի որ рэպերները սուտ չեն կարդում, դու այսօրվանից պետքա տակը չի շիկանես, որ աղբերից սուտասան դուրս չգա։ Գժվել ես ազատ։ Խնդրում եմ, գոնե մի օր։ Չէ արա։ Լավ էլի, ուզում եմ կարիերաս Թուփակի նման սկսեմ։ Եթե սենց շարունակես, կարիերատ Թուփակի նման կվերջացնես։ Սրանից պետքա զգուշ մնալ, աշկիս ուզում ա դառնա рэպեր ինձ խփի։ Ալո, Բարև Մարի ջան։ ասա չամուր։ Այսօր քեզ փողոցում տեսել եմ։ Որտեղ։ Տաքսիստից էիր փախնում։ Ես ոչ մեկից չեմ փախել։ Հետո որ ինքը չկարացավ քեզ բռնի, հետ եկավ ավտոյի մոտ, ես մոտիկացա իրան, ասեցի ինչ էր եղել։ Ասաց քեզ ինչ։ Ասացի ոնց թե ինձ ինչ։ Իմ ընկերուհին ա։ Ասաց դե 400 դրամ տուր։ Հետո։ Նենց որ արխային, այդ 400 դրամը ես արդեն տվել եմ։ Այդ հիմարը էլ քեզ չի անհանգստացնի։ Ինչ ես ինչ որ տաքսիստի ասել, որ ես քո ընկերուհին եմ։ Ես մենակ տաքսիստին չեմ ասել։ Սաղ ինստիտուտը գիտի, որ դու իմ ընկերուհին ես։ Գժվել ես Վիլեն։ Հա, բայց քո գեղեցկությունից։ Կգնաս ու սաղին կասես, որ մենք ընկերուհի չենք, եղավ։ Ես հասկացա, դու ուզում ես բոլորիս թաքուն ընկերություն անենք։ Փախաշտուց Վիլեն։ Մամանա։ Ինչ աղջի։ Գառնիկ, ինչի հետ եկար։ Ճանապարհին մեքենան փչացած ստիպված հետ եկանք։ Երաժշտությունը կտրվեց, ես ճճաց։ Քանի շուտա գնա։ Ինչ։ Ասում եմ գնա ձուկ բռնելու կյանքս։ Նոր ասեցի մեքենան փչացել ա։ Թված որ հանդիսատ է։ Ոտով մոտիկ տեղ գնացեք։ Մոտիկ ուր։ Օրինակ Կարապի լիճ։ Շարունակես խոսելով գնաս իրենց միջով։ Բարև Ալիկ, Իրինան տաննա։ Բարև։ Սիրելիս Ռուզաննան ա եկել։ Իրինա, ինձ պետքա օգնես։ Ինչ ա եղել։ Գառնիկը գնաց ձուկ բռնելու, ես էլ մամային կանչեցի, ասեցին, որ մեր տանը նշենք իրա ծնունդը, հետո գառնիկը հետ եկավ։ Հետո ինչ։ Գառնիկը, որ իմանա մամայի ծնունդը մեր տանն ենք նշելու, ինձ կսպանի։ Վայ գառնիկ։ Ախր ոնց կարելի է զոքանչի նման քաղցր մարդուն այդպես վերաբերվել, հա։ Օրինակ Ալիկս մամայից այնքան շատ է սիրում։ Այո, Տիկին Լիդիան մի հոյակապ անձնավորություն է։ Ալիկը մամայից խնամում, հոգատանում, խմորեղեն է պատրաստում նրա համար։ Տրուսիկներն եմ լվանում։ Ալիկ ջան, Տիկին Լիդիայի տրուսիկների պատմությունը շատ հետաքրքիր է։ Բայց ես հիմա ինչ անեմ։ Հա։ Գիտես ինչ արա։ Ես քեզ հիմա քնաբեր կտամ։ Թաքուն տուր թող գառնիկը խմի քնի։ Մամայի ծնունդը կանը կվերջացնեք, գառնիկը չի իմանա։ Հեսա կբերեմ։ Եթե կուզես քո մամայի տրուսիկներն էլ լվանամ։ Մերսի, պետք չի։ Խնդրեմ։ Մերսի Իրինա ջան։
ինչ համով թե եմ բերե գառնուկիս համար։ Խմի կյանքս։ Հեսա կխմեմ։ Վայ խմի։ Քիչ սարի կխմեմ։ Սառնա խմի։ Ալո։ Համամ ջան։ 20 րոպեից հասնում ես։ Չէ, ուղղակի ուզում եմ ավելի շուտ հասնես։ Ես ինչ համով է։ Խմի կյանքս, սա խմի։ Բա դու ինչ չես խմում։ Ոնց չեմ խմում։ Մի տեսակ դառը համ չես առնում։ Չէ, չեմ առնում։ Դե լավ է, որովհետև ես այդ բաժակից մի կում խմեցի, դառը համ զգացի, քո բաժակը վերցրեցի։ Ոնց։ Հիմա ես քո բաժակից եմ խմում։ Հա, Վայ մամա ջան։ Վայ մամա ջան։ Ռուզան հանգստացի, քեզի չեղավ։ Ոյ։ Ոնց։ Էլի խմեցի։ Հեսա գալիս եմ։ Ես կնիկը լրիվ ձերից գնում ան։ Ոյ հիմա ինչ անեմ։ Հիմա ինչ անեմ, որ չքնեմ։ Կոֆեն հաստատ չի թողի քնեմ։ Չէ, սենց շատ դանդաղ է։ Ռուզան։ Քնեց։ Ես կնիկս կի գորշ չի անում, ինչից է սենց հոգնում քնում։ Պապ ջան, քո որով նոր ռեպ եմ գրել։ Կոչվում է Ատտեց մալադեց 2։ Ազատ գնա էլի։ Միջով չլսես չեմ գնա։ Այս ռեպը իմ հոր մասին է։ 3, 2, 1 գնաց, գնաց։ Ազատ։ Հաշվում եմ 3, 2, 1 S-I-K-T։ Ագրեսիվ ես նիգեր։ Ես դու տանն ես։ Չգիտեմ նույնիսկ ինչ պատասխանեմ։ Ես նալը ում է պետք որ կախել ենք դրան վերևը։ Մեկը բացի հաջողությունից ինչ ասես բերում է մեր տուն։ Ռուզան, աղջի Ռուզան։ Քնած է մայրիկ ջան։ Գժվել այդ աղջիկը։ Ինձ ասում արի ծնունդդ միասին նշենք ինքը քնում, հա։ Այսօր ձեր ծնունդն է։ Բա ինչի օրացույցի մեջ այսօրը սև ռամկի մեջ վեկալած չի։ Չես ուզում շնորհավորես։ Ձեր տան գինու բաժակները որտեղ են։ Չգիտեմ։ Յախք։ Ասա արա։ Քանի որ դու իմ ամենամոտիկ ընկերն ես, քեզ կարևոր բան ունեմ ասելու։ Ռուզաննան քո դեմ դավադրություն է կազմակերպում։ Ինչ ես խոսում։ Ռուզաննան ուզում է քեզ քնաբեր տա, որ թաքուն իր մամայի ծնունդը նշի։ Մի երկու օր էլ սպասեիր նոր ասեիր։
Ոնց։ Ուշացա։ Արդեն խմել քնել ես։ Հա։ Ինչ ես այդպես նեխած դեմքով նայում վրես։ Ծնունդս հա թաղում ես չի։ Որ թաղումը տներ ուրախ կլինեի։ Էսովա։ Անկերուհիներս են։ Ոնց։ Տենց։ Ահա մենակ չէի ծնունդս անելու։ Բաց դուրը։ Հելա այն կողմ քաշվի։ Հələ 100 տարի էլ ապրես, քույրս։ Բերանդ խերով բաց։ Ես ինչ վհուկների պարտիա։ Ես ես չեմ կարա ապրեմ։ Արա դուր ես գնում։ Բա մեզ ով պետք է սպասարկի։ Ես ես ակի գա։ Դե արագացրու։ Բայ Ռուզանես ինչ բերիր մեր գլխին։ Ես կգժվեմ սրանց ձեռը։ Տնաս մոտը մնացել այն քնաբերից։ Գտա։ Ուրիշ ելք չկա, սիրելիս։ Չկա ավելի տխուր պատմություն, որքան Գառնիկի և Ռուզանի վեպը սգավոր։